Ողջույն իմ գլամուր ծրագրավորողներ, ես Մհերն եմ, ուստեղ մենք սովորում ենք մոդայիկ բառեր։ Այսօրվա մոդայիկ բառը դա N8N-ն է, N8N։ Ինքը low-code կամ no-code framework է, առաջատարն է, գոյություն ունի նաև Make.com և Zapier, եթե չեմ սխալվում։ Ինքը մեջներից ամենատեխնիկականն է ու կտեսնենք, թե ընդհանրապես ինքը ինչ է անում։ Ուրեմն իր ամբողջ իմաստն է, որ դու կարողանաս ստեղծես back-end առանց կոդ գրելու, այսինքն սենց բլոկերով ուղղակի իրան հավաքելով։ Եկեք նայենք ավելի մանրամասն ինքը ինչից է բաղկացած։ Ուրեմն հիմա դուք տեսնում եք մի հատ ծրագրի գրաֆիկ, որը արված է N8N-ում, ուրեմն, իդեպ այս ծրագիրը բան է անում, կարգին հաղորդումների զարթուցիչ է, ու դուք ինքը լայվ է, դուք կարող եք մտնել ու փորձել իրան, լինքը կտեղադրեմ ներքևում, սենց մոդայիկ բան, բլոգերսկի ժեստեր եմ սովորում, կարող եք մտնել, գրել ինչ-որ բան, ձեր զարթուցիչի օրակարգը, երբ եք ուզում ինքը աշխատի, որ օրերին, որ ժամին, այս պայդրությամբ մենակ մի ժամ կարող եք նշել բոլոր օրերի համար ու ինքը այդ ժամին ձեզ կուղարկի կարգին հաղորդումի վիդեո։ Ուրեմն, եկեք վերադառնանք ընդհանուր այս հիմնական կառուցվածքին N8N-ի, ուրեմն ինքը բաղկացած է հոսքերից։ Եկեք ուրեմն տեսնենք, թե ընդհանրապես ոնց տեսնում եք, օրինակ այս դեպքում գոյություն ունի 3 հոսք, 1, 2 և 3, ամեն մեկը մի հատ առանձին գործողություն է կատարում, հոսքը բաղկացած է տենց էլեմենտներից ու ըստ էության ամեն էլեմենտը մի հատ API call է, այսինքն ըստ էության ձեր N8N-ի ծրագրավորումը նշանակում է դուք մտնում եք տարբեր ինչ-որ համակարգերում, գրանցվում եք, ստանում եք իրանցից այդ access key-երը, գրանցում եք ստեղ ու ուղղակի կպցնում եք մի մոդուլը մյուսին, որպեսզի մեկի արդյունքը վերցնի մյուսը և տենց մշակելով ստանա ձեր ուզած ծրագիրը։ Եկեք մոտավորապես պատկերացնենք ինքը ոնց է ֆիզիկապես աշխատում։ Ուրեմն այս աջ կողմում կարող ենք մտնել ու տեսնել, թե ընդհանրապես ինչ մոդուլներից է ինքը բաղկացած։ Օրինակ, ման ենք գալիս ու գտնում ենք Telegram-ը ու տեսնում ենք, որ ինքը ըստ էության, ոնց որ տեսնում եք, ինչ-որ տարբեր API call-երի տեսակներ գոյություն ունեն։ Մտնում ենք trigger-ների մեջ, հեսա կասեմ trigger-ը ընդհանրապես ինչ է իրանց ներկայացնում։ Ու on message-ն ենք վերցնում, ըստեղ ուրեմն նշում ենք այդ ձեր bot-ի key-ը, տակը նշում ենք, որ ինքը message-ի վրա պետք է աշխատի ու ինքը ստեղծում է այսենց մի հատ մոդուլ։ Ուրեմն ոնց տեսնում եք, այս մոդուլը չունի մտնող տվյալ, բայց ունի սենց դուրս եկող ելքային տվյալ, որը կարող է կպնի մի հատ ուրիշ մոդուլի։ Ինչի համար, որովհետև ինքը trigger է իրանից ներկայացնում։ Այսինքն ինքը հոսքի սկիզբն է, ինքը այդ հոսքի զարթուցիչն է, այսպես ասած։ Ու եկեք մի հատ փորձենք մի հատ ուրիշ մոդուլ ավելացնենք, օրինակ AI-ի երևի չգրենք, գրենք Gemini, օրինակ ես Google Gemini-ից տեսնենք այս ինչեր ունի ու տեսնում եք, որ ինքը տարբեր մոդելներ ունի, տարբեր տիպի տվյալների աշխատացնելու համար, տեսնում եք, սենց խմբավորումներ կա, դոկումենտների հետ աշխատելու համար, աուդիոյի հետ աշխատելու համար, ֆայլերի հետ աշխատելու համար, իսկ տեքստի հետ աշխատելու համար ընդամենը մի մոդուլ է, հենց իրան էլ կընտրենք, նայեք, ըստեղ կրկին, առաջի տեղում ընտրում ենք այդ API key-ը, ներմուծում ենք, իմ մոտ արդեն ներմուծած է, դրա համար ուղղակի ցույց է տալիս, դուք ըստեղ կմտնեք, կգրանցեք,
Նշում ենք, որ ինքը տեքստի հետ է աշխատելու, ոնց տեսնում եք, այստեղ կարող է լինի audio, media file եւ այլն եւ այլն։ Այստեղ նշում է, որ մոդելին message ենք անելու, տեքստի դեպքում մենակ այս option-ն է գործում։ Այստեղ նշվում է մոդելի տեսակը, թե կոնկրետ ինչ մոդելի հետ ենք աշխատելու, իրանք տարբերվում են արագությամբ, տարբերվում են գնով, դրա մեջ չենք խորանա։ Ու այստեղ նշվում է prompt-ը, թե օրինակ user-ի prompt-ը, որը որ կգա ստեղ, թե ինքը ինչ տվյալի հետ է աշխատելու։ Մի փոքր խորանալով, որ տեսնեք, այս տակի մասում գոյություն ունի role, ու տակը գրած է user։ Այդ նշանակում է, որ այս prompt-ը եկել է user-ի կողմից։ Բայց այստեղ նաև գոյություն ունի մի հատ ուրիշ role, որը մոդել է։ Սովորաբար այս prompt engineering-ի մեջ ոնց որ երկու տեսակի role-եր է բան լինում, առանձնացվում, մեկը տրվում է ինստրուկցիա ընդհանրապես կարելի է ստեղծողի կողմից, Աստծո պատվիրաններն է տալիս, թե ինչին հետևելով այդ մոդելը պետք է աշխատի, թե ինքը ինչ մոդել է, ինչ ձևի պետք է մշակի user-ի ուղարկած ինֆորմացիան բան, իսկ մյուսը ոնց որ հասարակ user-ի տրված ինֆորմացիան է, որը հենց պետք է մշակվի։ Այսինքն այստեղ կգրվի այդ user-ի ինֆորմացիան, prompt-ը, որը որ պետք է մշակվի, եւ դուք կարող եք ավելացնել մի հատ ուրիշ prompt-ի իրականում այս ամեն ինչը վերջում դառնալու է մի հատ մեծ prompt, մի հատ մեծ տեքստ, էլի։ Նենց որ մի հատ ուրիշ prompt-ի fragment, որտեղ կարող եք նշել, գիտես, այս էլ մոդելի ինստրուկցիաներն են, ուստեղ արդեն մանրամասն գրեք, թե ինքը ոնց պետք է աշխատի այդ մոդելը։ Մենք հələ սրան կանդրադառնանք։ Տեսնում եք, հիմա մենք արդեն ունենք երկու առանձին մոդելներ, ու ամեն մոդելները իր սպეციფიկ մի մուտքը ունի եւ տարբեր երգեր։ Այնտեղ մոդուլներ կան, որոնք որ նաեւ մի քանի մուտք ունեն, չգիտեմ, այսօր կհասցնենք դրանց մասին խոսել, թե չէ։ Ու ընդհանրապես հասարակ ձևի, sense գրաֆիկական միացնելով մյուսի մեկի սկիզբը մյուսի վերջին, կամ այս դեպքում մեկի վերջը մյուսի մեկի ելքը մյուսի մուտքին, ինքը տվյալը ստեղից կտեղափոխի ստեղ։ Հեսա կմանրամասն կտեսնենք, թե ինքը ինչ ձևի է։ Ու այսպես ամեն մոդուլները, այսպես տարբեր մոդուլներ իրար կպցնելով, կարող ենք մենք ստանալ բավականին մեծ լոգիկա։ Իրականում ինքը կիրառվում է MVP-ներ կամ ոչ շատ նենց ծանր application-ներ սարքելու համար, բայց ինչ որ լուրջ բաներու համար արդեն պետք է լինում ինչ որ տենց custom կամ cloud տեխնոլոգիաներ օգտագործել։ Լավ, այս տեսանք ինքը մոտավորապես ոնց է կառուցվում, եկեք մի հատ ուսումնասիրենք առաջի հոսքը։ Ուրեմն առաջի հոսքը իրանից այս առաջի հոսքը, այսքանը։ Իրանից ներկայացնում է workflow, որը գրեք հայերեն կոմենտներում ոնց է թարգմանվում workflow, աշխատանքային հոսք երևի թե, որը վերցնում է օգտագործողից ինչ որ տեքստ, որը ցանկալի է լինի այդ գրաֆիկը, որով որ պետք է այդ զարթուցիչը աշխատի։ Այստեղից Telegram-ից վերցնում է, տալիս է այս LLM մոդելին, LLM մոդելը հասկանում է, թե օգտագործողը ինչ գրաֆիկ է ուզում, որովհետև այդ ազատ տեքստով է տրվում ինֆորմացիան, եւ վերադարձնում է օբյեկտ։ Այստեղ ստուգում ենք օբյեկտը ինչ տեսակի է, ու կախված այդ օբյեկտը ինչ տեսակի է, կամ ինչ որ մեսեջ ենք ուղարկում օգտագործողին, որ գիտես դու այնց ինֆորմացիա ես տվել, որի մեջից ես չեմ կարողանում հանեմ այդ գրաֆիկը, կամ այնց նորմալ ինֆորմացիա դու, կամ տեսնում ենք, որ օգտագործողը ուզում է ջնջի այդ գրաֆիկը եւ ուղարկում ենք, որ շնորհակալություն ջնջելու համար, ու մտնում ենք database-ում ջնջում ենք։ Ուրեմն database-ը իդեպ այստեղ օգտագործում է Airtable եւս մի հատ mosaic database, շատ է օգտագործվում N8-ում, իր մասին էլի կխոսանք, եւ երրորդ տարբերակը, երբ որ տեսնում ենք, որ ինքը ուզում է փոփոխի կամ ստեղծի
ինչ-որ մի հատ գրաֆիկ, կրկին ասում ենք, ես ինչ լավ որ սենց բան արեցիր, մեսիջ ենք ուղարկում ու նորից ինֆորմացիան ներմուծում ենք database։ Եկեք տեսնենք ինքը ոնց է աշխատում։ Ուրեմն այստեղ մենք արդեն ինչ-որ մի հատ տվյալ ուղարկել ենք, ինքը քանի որ input չունի, input-ը գալիս է հենց messenger-ից, այստեղ JSON-ի տեսքով տեսնում ենք թե ինչ output է եկել։ Ոնց որ տեսնում եք, այստեղ կարող ենք տեսնել chat-ի ID-ն, անունը եւ այդ մնացած ինֆորմացիան։ Երբ որ մտնում ենք այս LLM-ի մեջ, մենք այստեղ կարող ենք տեսնել թե ինքը ինչ մուտք ունի, ոնց տեսնում եք, հենց այդ Telegram-ի output-ը, ելքային տվյալները կարող ենք տեսնել ստեղ ու հետևաբար իրան կարող ենք օգտագործել եւ եթե իրան աշխատացնենք, ըստեղ կտեսնենք թե ինքը ինչպիսի ելքային տվյալ է ստանում։ Ուրեմն եկեք ստեղ մի փոքր ավելի մանրամասն նայենք։ Հիշում եք, որ prompt-ը ուներ երկու այս դեպքում ոնց որ երկու տեսակ, երկու ռոլ, մեկը մոդելն էր, այդ ստեղծողի խոսքն է, որին պետք է հետևել, եւ մյուսը user-ի խոսքն է։ Ուրեմն ստեղծողի խոսքը այդպես շատ երկար ինստրուկցիա է, թե ընդհանրապես ոնց պետք է աշխատի մոդելը։ Հիմա չենք խորանա այդ prompt engineering-ի մեջ, որպեսզի հասկանանք, թե ինչ կառուցվածք ինքը պետք է ունենա, բայց պետք է շատ մանրամասն ասել, պետք է օրինակներ տալ, ասել, որ այս օրինակի դեպքում ասենց output պետք է լինի, պետք է նշել, որ կոնկրետ հենց JSON տվյալ պետք է վերադասնի առանց ոչ մի տեքստերի ու տենց մաքսիմալ մանրամասն նշում ենք իր ռոլը, որպեսզի ինքը հասկանա, թե ինքը ինչ դեր ունի ընդհանրապես այս համակարգի մեջ, սա ինչ համակարգ է, դա կարող է որոշել իր տոնայնությունը պատասխանելու, այտենց շատ տենց մանրամասն նշում ենք ստեղ եւ դա մոդելի ռոլն էր։ Իսկ այս մյուս տեղում user-ի ռոլում ուղղակի նշվում է այդ տեքստը, որ մենք ստացել ենք Telegram Messenger-ից։ Ուրեմն կարող եք այս կառուցվածքի վրա շատ չխորանաք, երևի 1 կամ 2 դեպք է լինելու, որ դուք այս կառուցվածքում ձեռքով ինչ-որ բան փոխեք, դուք ուղղակի մեծ հավանականությամբ ուղղակի մտնելու եք այս input-ներից վերցնելու եք այն տվյալը, որը ձեզ պետք է, ենթադրենք այս first name-ը։ Ու sense drag and drop-ով ուղղակի հանելու եք, գցելու եք մեջը, ինքը ավտոմատ կհասկանա, որ այս տվյալը ինքը պետք է ցույց տա։ Ու իր լավ բաներից մեկը այն է, որ դուք այս տակի մասում արդեն կարող եք այդ preview-ն տեսնել։ Օրինակ նայեք, այստեղ մի հատ տարածք ավելացնեմ, տեսեք, օրինակ այս վերջում ինքը ավելացրեց մհեր, իսկ այս սկզբի մասում այդ նախնական prompt-ն էր։ Հիմնական ձեր աշխատանքը ըստ էության N8-ի հետ լինելու է API-ներ գրանցելը, այդ key-երը դնել համապատասխան տեղերում ու այստեղ թեթև կոնֆիգուրացիաներ անելը։ Մեր LLM-ը այս դեպքում վերադասնելու է ինչ-որ մի հատ տվյալ, որը ցանկալի է լինի JSON, ու այդ տվյալը գալու է switch-ին, որը որ բանը անելու, ստուգելու է, թե ինքը ինչ տիպի տվյալ է։ Այստեղ ոնց տեսնում եք առանձին այդ ստուգման տիպերն են ու ամեն տիպը առանձին ելք ունի։ Գիտեք, այդ if-ը ունի true false, երկու ելք, switch-ը կարող է ունենալ շատ ելքեր, ու այստեղ մենք նշում ենք, թե ինչ ձևի ելքեր կարող է ունենալ։ Նշում ենք, որ գիտես, եթե այս time-ը կա եւ դատարկ չի, ուրեմն այս ելքին գնա։ Եթե remove-ը կա եւ գոյություն ունի այդ պարամետրը, ուրեմն գնում եք այս մյուս ելքին եւ մնացած բոլոր ելքերը այստեղ նշում ենք։ Դրանից հետո արդեն ոնց տեսնում եք այստեղ այս բոլոր տիպի ելքերը նշված են։ Մեր դեպքում վերցնում ենք, որ ու հասկանում ենք, որ առաջի 3 ելքերի դեպքում ուղղակի օգտագործողին պատասխանում ենք, որ ինչ-որ բան սխալ է ինքը գրել, խնդրում ենք ճիշտ ֆորմատով գրի։ Տեսեք, օրինակ այս ելքից կարող ենք վերցնել այս output-ի սլաքը եւ տեղադրել ցանկացած ինչ-որ մի հատ այլ մոդուլի վրա։ Երբ որ տեսնում ենք, որ ինքը ուզում է ջնջի այդ բանը, իր զարթուցիչը ելքը ուղարկում ենք բանի վրա, Telegram-ի message ուղարկելու
API call-ին, ըստ էության այս մոդուլին, ու ասում ենք, որ գիտես, այս chat ID-ին ուղարկի, որ այս ինչ message-ը, ու դրանից հետո մտնում ենք այս Airtable-ում ու ջնջում ենք այդ։ Հիմա եկեք այս էլ մի փոքր նայենք, եկեք լավ նայենք այս վերջինը, այստեղ համել տվյալները առկա են, էլի։ Ուրեմն ստեղ ինքը ուղարկում է, որ գիտեք հաստատվեց ձեր փոփոխությունը, դրանից հետո մտնում ենք Airtable ու տեսնում ենք ինքը ինչ է անում։ Ուրեմն Airtable-ում նույն ձևի, Airtable-ը ուրեմն relation database-ը, էլի այս վերջի մոդայիկ ձևերից է, ունի տարբեր տիպեր, ունի վիրտուալ տեսք, որը հեշտացնում է իր հետ աշխատանքը սկսնակների համար, հիմա մենք իրան ենք օգտագործում, գրանցում եք ընդեղ, վերցնում եք այդ key-ը ու գրանցում եք ըստեղ, որպեսզի ինքը իմանա, թե ինչ table-ի հետ պետք է աշխատի, ըստեղ նշվում է, որ իր ռեսուրսը record-ն է, տողն է, ինչի հետ ինքը պետք է աշխատի, նշվում է օպերացիան create or update, create or update-ը այդ նշանակում է, որ ինչ-որ մի հատ key գոյություն ունի, ID, եթե այդ ID-ն գոյություն չունի, ուրեմն create-ը ալնում, ստեղծվում է այդ տողը, եթե ID-ն գոյություն ունի, ուրեմն update-ը լինում, օրինակ օգտագործողի ID-ն կարող է լինի, նշում ենք, որ այտենց օպերացիա պետք է տեղի ունենա, նշում ենք բազայի անունը, կարգին ալարմ այս դեպքում և նշում ենք table-ի անունը, հյուսակի անունը, ում հետ ինքը պետք է աշխատի։ Այստեղ նշված է, որ այդ map-ը եկող տվյալների և database-ի table-ի կոլումների պետք է կատարվի մանուալ ձևի ձեռքով, այստեղ ուրեմն նշում ենք, թե այդ column to match on-ը, այդ նշում ենք, թե կոնկրետ որն է ID-ն հանդիսանալու ու նշում ենք, որ chat ID-ն է այդ ID-ն, այսինքն եթե այդ chat ID-ով ինքը տող գտավ, ինքը այդ տողը ուղղակի update կանի, եթե չգտավ, ուրեմն կստեղծի նորը։ Ու ստեղ համապատասխանաբար նշում ենք, թե այս chat ID-ն որտեղից պետք է վերցվի ու ոնց որ տեսնում եք preview-ում հենց այդ տվյալները ցույց է տալիս, այս կառուցվածքի վրա չենք խորանա, նույն ձևի, լրիվ նույն ձևի ինֆորմացիան ստեղից վերցվում է ու գցվում է մեջը, ինքը ավտոմատ բան կանի, ձեր փոխարեն կգրի այդ կոդը, որով որ ինքը պետք է վերցնի ինֆորմացիան։ Վերջ, հիմնական կառուցվածքը սա էր, եկեք նայենք նաև այն մյուս հոսքերից, տեսնենք ինչ նոր բաներ կան, հա, ըստեղ ուրեմն այս LLM մոդելում, ոնց տեսնում եք, ինչ-որ ըստեղ tools կա, որով դուք արդեն ստեղ կարող եք համապատասխանաբար, եթե ինչ-որ գործիքներ կան, որը որ պետք է օգտագործի այդ LLM-ը, ըստեղ կարող եք ավելացնել, կպցնել ու ինքը այդ դեպքում կօգտագործի այդ գործիքները, կարող է ինչ-որ լինի RAG համակարգ կամ ինչ-որ API call-եր լինեն ինչ-որ տեղերից ինֆորմացիաներ ստանալու կամ research-ի համար, այդ տենց եթե ասեք, որ ձեզ շատ հետաքրքիր է, միգուցե նաև սրա մասին մի հատ առանձին դաս կանցկացնենք։ Ուրեմն մեր հաջորդ flow-ում բան անում, արդեն տեսեք այս իր trigger-ն է, ամեն flow, ամեն հոսք ունի սկզբնաղբյուր կարելի ասել, ոնց որ տեսակ այն առաջի դեպքում այդ message ստանալներ, երկրորդ դեպքում ինքը կռոնջոպի նման մի բան է, որը որ արթնանում է ամեն 5 րոպեն 1։ Ինքը ամեն 5 րոպեն 1 արթնանում է, ըստեղ մի հատ twin love block կա, որ այս կոդի բլոկն է կոչվում, ըստեղ դուք կարող եք գրել custom կոդ, ուրեմն այդ ըստեղ կարող եք ընտրել ինքը ինչ լեզվով կարող է գրված լինի, կամ Python կամ JavaScript, այս դեպքում գրված է JavaScript-ով, ու այդ կոդը կարող է անի ստեղ ինչ-որ հաշվարկներ, ու այն արդյունքը, որը որ ինքը կվերադարձվի, այս կլինի իլա ելքային պարամետրերը, և համապատասխանաբար այս արդեն կտրվի հաջորդ մոդուլի մուտքին։ Ուրեմն ստեղ մի հատ փոքր բան կա, որ կուզենայի նշեի, ոնց որ տեսնում եք, ըստեղ նշված է ինչ-որ sense JSON property-ի մեջ է վերցված այս իր տվյալները, այդ նշանակում է, որ սա հանդիսանալու է առանձին item, այսինքն եթե ստեղ մենք ունենայինք ցուցակ,
ու այդ ցուցակի մեջ ունենանք լիքը տվյալներ ու հետագայում մենք ուզենանք իր վրայով տենց loop-ով պատտվենք, օրինակ for a while-ը, չգիտեմ, այս դեպքում մի տիպի loop կա, ինքը պետք է հասկանա, թե որոնք են այդ լիստի մեջի item-ները, ու այս JSON-ով մենք նշում ենք, որ սա առանձին item է, ու սա կդիտարկվի իբրև առանձին էլեմենտ, որի վրայով կպտտվի։ Այդ հետագա loop-ում մի հատ կնայենք, բայց ուզում եմ այս պահը, այս նրբությունը հիշենք։ Դրանից հետո էլի ինչ-որ Airtable-ի հետ աշխատում է, այս search-ում ոնց որ հետաքրքիր բան կար, եկեք մի հատ նայենք, ուրեմն նորից ոնց տեսնում եք վերևը K-ն է նշվում, record-ի հետ աշխատում, ստեղ operation-ը դրվում է search, նույն ձևի database-ն է նշվում, նույն ձևի նշվում է table-ը, իսկ սա իր ֆորմատն է, որով մենք այդ search-ը կատարում ենք, ոնց տեսնում եք, ստեղ ինչ-որ գոյություն ունի and, ստեղ գոյություն ունի time-ը հավասարասրան, ստորակետ, ստեղ նույնիսկ այդ column-ի name-ը վերցվում է փոփոխականից, որ ստեղից ենք վերցնում, պետք է լինի true եւ այլն, այս ոնց որ իր syntax-ն է, որը որ պետք է սովորեք կամ ChatGPT հոգին լուսավորի մեր այս մռայլ ճանապարհը։ Այս էլ sense, տեղից տվյալները վերցնում է, գալիս է մի հատ if անում, if-ի վրա չենք խորանա, որովհետև նույն switch-ն է, ուղղակի երկու ելքով, այստեղ ուղղակի կարող ենք տենց մի քիչ խառը բաներ գրել, and կամ or, այստեղ գալիս է loop-ը, շատ պետքական բան n8-ի մեջ։ Ուրեմն այստեղ նշվում է, թե ոնց որ քանի item պետք է վերցվի բանից, այդ ցուցակից ամեն loop-ի ընթացքում, հա, ամեն իտերացիայի ընթացքում քանի item պետք է վերցվի, սովորաբար միշտ լինելու է 1, բայց հիշում ենք, որ այդ item-ները առանձնանում են, այնտեղ հիշում եք, որ JSON ենք գրել, այդ JSON-ով է առանձնանում այդ item-ը, այդ նրբությունը ստեղ նկատեցինք։ Դրանից հետո նորից մտանք Airtable, նորից ինչ-որ կոդ գրեցինք, որը output արեց, նորից այդ տվյալը գրեցինք Airtable-ում, այս search-երը հիշում ենք, որ առանձին իր ֆորմատով էր անում, նորից բան արեցինք, custom կոդ գրեցինք ու դրա համապատասխան վրա ինֆորմացիայի վրա արդեն օգտագործողին ուղարկեցինք այդ կարգին հաղորդման լինկը։ Ու երբ որ վերջում ուղարկեցինք, նշեցինք այդ database-ում, պահեցինք, որ այս լինկը արդեն ուղարկվել է, էլի երբեք չուղարկենք, ըստեղ փակվեց արդեն loop-ը, ու ոնց տեսնում եք, սրա ելքը արդեն գալիս հետամիանում այս loop-ին։ Ու ինքը բոլոր item-ների վրայով կպտտվի, երբ որ կվերջանա, այս դոնը կարող ենք ինչ-որ բան անել, բայց մեր դեպքում ոչինչ պետք չի անել, ասենց օդում կմնա։ Մեկ էլ եկեք նայենք մի հատ չէ, ասենց բաներ մի արա։ Մեկ էլ եկեք նայենք երրորդ flow-ն, որը ստեղ գոյություն ունի, ուրեմն չեմ հասկանում ինչի իր drag and drop-ը չգիտես ինչի ուզում է բերի բանի, back-ի, բայց դրա վրա չենք խորանա, ուրեմն այս երրորդ flow-ն մեր մոտ պատասխանատու է YouTube-ի մեջից այդ տվյալները վերցնելու, այդ վիդեոները և ներմուծելու մեր database-ի մեջ, դա մենք անում ենք մի անգամ, որպեսզի ամեն անգամ չմտնենք և YouTube-ին ինչ-որ request-ներ բաներ չանենք, քանի որ այդ արդեն սահմանափակ քանակությամբ է, այդ կարգին հաղորդման վիդեոները ու էլ չի լինելու, նենց որ նպատակահարմար է իրանց ուղղակի վերցնել, լցնել database-ի մեջ ու օգտագործել իրանց, ոնց որ հիշում ենք ամեն ինչ սկսվում է trigger-ից, այս դեպքում մեր մոտ manual trigger է, այդ նշանակում է, որ մենք իրան մենակ ձեռքով կարող ենք աշխատացնել, գալիս է կոդի բլոկ, որը հիշում ենք, դրանից հետո գալիս է loop, որը որ մենք այնտեղ տեսանք, ուրեմն loop-ից հետո գալիս է նորից կոդի բլոկ, որը էլի հիշում ենք ոնց էր, այստեղ մի հատ շատ կարևոր ու շատ հետաքրքիր բլոկ կա, որը որ request-ներ անելու բլոկն է, այս fetch playlist page-ը,
Ուրեմն ըստեղ կարող ենք նշել այդ բանի տեսակը, ինչ ձևի request ենք անելու, մեր դեպքում get-ը, ինչ ձևի URL-ը լինելու, քանի որ մեր այդ URL-ը ըստ էության pagination ունի, քանի որ YouTube-ը թույլ չի տալիս 50 վիդեոից ավել մի request-ով հանել, դրա համար տենց pagination-ի գաղափար կա, դրա համար այստեղ մի քիչ տենց custom variable-ի մեջ տենց հաշվարկներով դրված այդ URL-ը, հաշվարկները արվում է նախորդ կոդի բլոկում, ինչի համար եւ ծառայում են այդ կոդի բլոկերը, շնորհակալություն իրենց։ Ու վсё, վերցնում ենք ստեղից տվյալները, տալիս ենք կոդի բլոկին, մի հատ ստուգում ենք անում, եթե հաջորդ page-ը գոյություն ունի, նայեք, այդ page-ի տվյալը ուղղակի գալիս է ստեղ ու բանա, ըստ էության, նայեք, ստեղից վերցրել ենք ու մի հատ loop ենք ըստ էության սարքել այս fetch-ի հետ, որ եթե գոյություն ունի հաջորդ page-ը, այդ դեպքում մտի եւ հաջորդ page-ի բանը տվյալը նորից մեջից հանի։ Այստեղ ըստ էության մի հատ custom loop ենք արել։ Ու երբ որ ինքը այդ pagination-ը վերջացվում է, տեսնում է, որ չէ, page գոյություն չունի, այդ տվյալները լսվում է բանի մեջ, list-ի մեջ ու գալիս է պատտվում է այս loop-ի վրա։ Իդեպ այս loop-ը, եթե չեմ սխալվում, բան էր անում, աշխատում էր ինչ-որ playlist-ների հետ, այդ playlist-ների loop-ն է, այստեղ էլ playlist-ների վիդեոներն ենք նայում, վերջում գալիս է կրկին մի հատ summary անում է սաղ վիդեոները իրար հետ ու լցնում է Airtable-ի մեջ։ Վсё, ոնց տեսակ, իրականում տենց ոչ մի վախենալու բան չկար, շատ մոդայիկ tool է, շատ են օգտագործում, այն փոքր ու միջին size application-ների համար ինքը կարա շատ օգտակար լինի։ Ուրեմն այս դեպքում ես իրան օգտագործում եմ local տարբերակով, բայց ինքը նաև մի հատ hosting ունի։ Ուրեմն այս N8N-ի official site-ն է ու ինքը հենց տրամադրում է hosting, իրականում N8N-ը open source է, այդ նշանակում է դուք իրան կարող եք քաշել եւ օգտագործել ձեր dedicated server-ի վրա լրիվ անվճար, սովորաբար Docker-ի միջոցով են դա անում, բայց եթե դուք ինչ-որ ուրիշ պրոյեկտներ չունեք, մենակ օգտագործելու եք ես, ինձ թվում է անիմաստ է առանձին domain name հանելը, server պահելը, գլխացավանք է, էլի, կարող եք ուղղակի օգտվել իրանցից, իրանք ստեղ ունեն այս իրանց price list-ն, որը սահմանափակված է համապատասխանաբար այդ request-ների քանակով եւ այլն, փոքրի դեպքում ինձ թվում է լրիվ ճիշտ կլինի, որ օգտվեք իրանց այս hosting-ից, իսկ մենք հաջորդ անգամ միգուցե կանդրադառնանք RAG-ին, իդեպ մի քանի տարբերակներ եմ մտածում RAG-ը ուսումնասիրելու, որից մեկը իդեպ կարող է լինի հենց այս N8N-ի միջոցով իրան կիրառելը, շատ հետաքրքիր բան կարա լինի, կարող եք գրել որ տարբերակն եք ուզում, կարող եք գրել այն բոլոր անգլերեն բառերի, որ ես օգտագործեցի դրանց հայերեն տարբերակները, մաքսիմալ փորձել եմ իրանց քչացնել, օգտագործել մենակ հայերեն բառեր, ու վсё, ճիշտն ասած, ստեղ ուզում էի մի հատ sense ուրախ երաժշտություն լիներ հաջողություն ասելու ժամանակ, բայց կարծում եմ այդ երաժշտությունը հենց եղավ YouTube-ը ինձ կբլոկի։ Այտենց սխմրտեք սաղ կողքերը ինչքան վառ կնոպկաներ գտնվում եք, լավ եղեք կհանդիպենք հաջորդ անգամ։